Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Այսօր Հայաստանի և Արցախի համար պատմական ու խորհրդանշական օր է։ 1988 թվականի հենց այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը որոշում ընդունեց դիմել խորհրդային իշխանություններին մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու հարցով։ Այս որոշումը դարձավ արցախյան շարժման սկիզբը։ Դրան հետևեցին բազմամարդ ցույցեր թե Ստեփանակերտում, թե Երևանում, որոնք վերածվեցին համազգային պայքարի։ Փետրվարի 20-ը դարձավ պայքարի, ինքնորոշման իրավունքի և ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Товарищи, ну неужели вы думаете, что Центральный комитет партии не любит вас? Ոչ մի վարքյան չենք կարող մնալ այս ռեսպուբլիկայում, չենք կարող մնալ անջատում ու միայն անջատում։ Այսօր հավաքվել են մարզի աշխատավորական շրջանների բոլոր ներկայացուցիչները, ինտելիգենցիայից, բանվորներ, գյուղացիներ, տարբեր բնակավարներում աշխատող մարդիկ։ Սակայն 38 տարի անց քաղաքական օրակարգը կտրուկ փոխվել է։ Նույն հակամարտության կողմերը այսօր հանդիպում են միջազգային դիվանագիտական հարթակներում, արդեն այլ կարգավիճակով և այլ պայմաններում։ Աբու Դաբիում Զայեդ մրցանակաբաշխությանը մասնակցելուց ավելի քան 10 օր անց Վաշինգտոնում ջերմորեն միմյանց ձեռք են սեղմել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Վաշինգտոնում մեկնարկած խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում խորհրդի նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ցույց տալ, որ նրանք արդեն ընկերներ են։ Միացյալ Նահանգների նախագահը նրանց ոտքի է կանգնացրել որպես իր հաստատած խաղաղության վառ օրինակ։ Հետաքրքիր է, որ Թրամփը երկու երկրների ղեկավարների անունները չի հնչեցրել, հավանաբար խուսափել է սխալվելուց։ Վստահ չեմ, կարելի է արդյոք ասել նման բան, համենայն դեպս ես այդպես եմ կարծում, նրանք ընկերացել են, ոտքի կանգնեք, ոտքի, դուք ընկերացել եք պատերազմից հետո։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը խորհրդի նիստում շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին, ընդգծելով, որ նրանց գործընկերությունը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել առաջնորդության միջոցով։ Շնորհակալություն բոլորից սա հնարավոր դարձնելու և ցույց տալու համար, թե ինչի կարող է հասնել իրական առաջնորդությունը։ Երբ դուք մի կողմ եք դնում զենքը, սպանությունները և ավերածությունները և ներդրում եք կատարում ձեր ժողովրդի բարգավաճման համար, մեծ բաներ կարող են տեղի ունենալ։ Այսպիսով, շնորհակալություն երկուսիդ էլ ձեր արածի համար։ Նիստից հետո Փաշինյանը կարճ զրուցել է Թրամփի հետ, նա տեսանյութ է հրապարակել, սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին են զրուցել։ Նիստի մեկնարկից առաջ էլ Փաշինյանը ոտքի վրա ոչ պաշտոնական շփում է ունեցել Ալիևի հետ։ Նրանց կողքին են եղել նաև Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները։ Նշեմ, որ ավելի քան 45 երկրների ներկայացուցիչ է հավաքվել Վաշինգտոնում խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցելու։ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակում խաղաղության խորհուրդը սկզբում ստեղծվել էր հենց Գազայի հատվածի ապագա կարգավիճակի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար։ Սակայն հետագայում պարզվեց, որ Միացյալ Նահանգների նախագահը նախատեսում է նոր մարմինը օգտագործել աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորման համար։ Կրեմլը և Վատիկանը հրաժարվել են մասնակցությունից, ընդգծելով, որ նման հարցերով պետք է զբաղվի միավորված ազգերի կազմակերպությունը։ Թրամփը խաղաղության խորհրդի առաջին նիստում հայտնեց, որ Ադրբեջանը չնայած անդամակցությանը հրաժարվել է մասնակցել ֆինանսավորմանը, իսկ Հայաստանը կմասնակցի ֆինանսավորմանը, թե ոչ, դեռ պարզ չէ։ Խաղաղության խորհրդի նիստում հնչած հայտարարություններին դեռ կանդրադառնամ, իսկ մինչ այդ եպիսկոպոսած հավաքի մասին։ Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում կազմակերպված եպիսկոպոսած հավաքը ավարտվել է։ Հավաքի մասնակիցները Հայաստանի իշխանությանը հորդորում են դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, գործել սահմանադրությամբ և հակասությունները լուծել երկխոսության միջոցով։ Նրանց հայտարարությունից պարզ է դառնում, որ Փաշինյանի իբր բարենորոգման ծրագրին ոչ թե 10, այլ 8 սրբազան է մասնակցել։ Հայտարարությունը ստորագրած 25 հոգևորականներից մեկը Հովնան arczepiskopos Տերտերյանն է, որի
Իրանի անունը նշված էր Փաշինյանի հրապարակած փաստաթղթի տակ։ Դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքներն ու հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, եկեղեցի պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման եւ ազգային շահի առաջնահերթության վրա։ Վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր ամենայն հայոց հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին։ Ազատ արձակել կալանավորված 4 սրբազան մեր եղբայրներին, քահանային, նաեւ եկեղեցի ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառաբար Հայաստանի սահմանադրությամբ, օրենսդրությամբ եւ միջազգային օրենքներով եւ հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին, արկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների, զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։ Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվել է եւս 2 ամսով։ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարել է դատախազի միջնորդությունը, որը պահանջում էր 3 տարվա կալանք։ Իրավաչափության պայմանները այս փուլում չեն նվազել, չեն փոխվել։ Հետևաբար եւ այլանդրանքային խափանմիջոցները նախորդի արձանագրված չեն կարող իզորո չեն ապահովել մեղադրյալի վաճառիչ օրինական վարքագիծը եւ 2 ամիս ժամկետով, այսինքն մինչեւ 2026 թվականի ապրիլի 25-ը երկարաձգվի։ Մեղադրյալի նկատմամբ դիավաց խափանմիջոց ժամկետը։ Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ջերմ ժեստերով ցույց էր տալիս, թե Ալիևի հետ լավ հարաբերություններ ունի, իրականությունը այլ է։ Ադրբեջանը խաղաղության շղարշի տակ առաջ է տանում իր քաղաքական օրակարգը, որին արձագանքել է Ավրորա մարդասիրական հիմնադրամը, որը խստորեն դատապարտում է Արցախի նախկին պետնախարար Ավրորա նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի դատավճիռը եւ կոչ է անում նրան անհապաղ ազատ արձակել։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին եւ դիմում ենք միջազգային հանրությանը պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների եւ արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Արցախում նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է։ Ռուբենի գործունեությունը հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է Ավրորան։ Վերադառնանք Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին, որի օրակարգում ընդգրկված էր նաև Իրանի հարցը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ Թրամփը զգուշացրել է, որ կարող են շատ վատ բաներ տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։ Ինչպես գիտեք, լավ բանակցություններ են ընթանում։ Անցած տարիների ընթացքում ապացուցվել է, որ Իրանի հետ նշանակալի գործարք կնքելը հեշտ չէ։ Մենք պետք է նշանակալի գործարք կնքենք, այլապես վատ բաներ տեղի կունենան։ Հայտարարությունները հուշում են, որ կողմերը կարող են բախման գնալ։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ շատ մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, քանի որ բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Ինձ համար դեռևս մեկ հարց է բաց մնում։ Ամերիկան հարվածելու է միայն ռազմական եւ տնտեսական ենթակառուցվածքներին, թե նպատակն Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե ինչու Միացյալ Նահանգները բաց թողեց ակտիվ հանրահավաքների ժամանակ Իրանին հարվածելու հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ հաշվարկն այն էր, որ դրանից հետո իրանական իշխանությունն ավելի թուլացած է լինելու, ունենալով ավելի ցածր ներքին ու արտաքին աջակցություն։ Ամերիկյան աղբյուրների համաձայն Պենտագոնը պատրաստ է Իրանի դեմ հնարավոր գործողությունների։ Իրանում զորավարժության ընթացքում առաջին անգամ մասնակիորեն փակվել է նեղուցը, իսկ անմիջապես հետո անցկացվել ռուս-իրանական նոր համատեղ զորավարժություն, ինչը իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով ցույց է տալիս իրավիճակի լարվածությունը։
Երկու կողմերից էլ այս ամենը տարօրինակորեն ուղեկցվում է չափազանց մեծ աղմուկով, ինչը ցույցիչ է, որ թե Թեհրանը, թե Վաշինգտոնը ցանկանում են, որ հակառակորդը եւ տարածաշրջանային տերությունները տեսնեն իրենց հնարավորությունները, քանի որ պատկերավոր ասած բանակցությունները օգտակար են, բայց դրանք ավելի օգտակար կարող են դառնալ, եթե բանակցողի գրպանում ատրճանակ կա եւ այդ ատրճանակի փողը տեսանելի է հակառակ կողմի համար։ Մինչդեռ դատելով թե փոխնախագահ Վենսի, թե Սպիտակ տան խոսնակի, թե Իրանի արտգործնախարար Արաղչիի հայտարարություններից բանակցային բնույթի դիվանագիտական շփումները շարունակվելու են առնվազն առաջիկա շաբաթների ընթացքում։ Սա նշանակում է արդյոք, թե վաղը պատերազմ չի սկսվի։ Ոչ ոք չգիտի։ Այս պահին կարծում եմ, դա չգիտի նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, որն ակնհայտորեն դեռևս նման որոշում չունի։ Նշեմ, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը 3 Հորմուզի նեղուցում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել։ Մոսկվան եւս զսպվածության կոչ է անում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Իրանի վրա ցանկացած նոր հարված լուրջ հետևանքներ կունենա։ Սա լավ հետևանքներ չի ունենա։ Արդեն հարվածներ հասցվել են Իրանի միջուկային օբյեկտներին, եւ որքան հասկանում ենք, միջուկային վթարի իրական ռիսկեր կային։ Բոլորն էլ հասկանում են, որ սա նման է կրակի հետ խաղալուն։ Ռուսաստանը շարունակում է կանոնավոր կապի մեջ լինել Իրանի ղեկավարության հետ, եւ որևէ պատճառ չունի կասկածելու, որ Իրանը անկեղծորեն ցանկանում է լուծել խնդիրը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն։ Մինչ միջազգային հանրությունը խոսում է ԱՄՆ-Իրան լարվածության եւ հնարավոր բախման մասին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը առաջարկել է սահմանել խաղաղության հատուկ մրցանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համար։ Առաջարկում եմ խաղաղության խորհրդի շրջանակում հատուկ մրցանակ շնորհել ԱՄՆ նախագահին խաղաղության ոլորտում նշանակալի ծառայությունների համար, ասել է Տոկաևը։ Վաշինգտոնում նաև արտառոց դեպք է եղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները ծեծել են նրա ռեժիմի դեմ բողոքող ցուցարարին։ Կադրերից պարզ է դառնում, որ բարձրախոսով ցուցարարը ասում է ազատություն քաղբանտարկյալներին։ Դոնալդ Թրամփը խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը եզրափակել է UIMCA երգով, որը օգտագործել էր 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Հայաստանի չեմպիոն Նոան կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյօֆի առաջին խաղում Հովանես Համբարձումյանի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է նիդերլանդական թիմին։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը կլինի 14-ից 16, իսկ երեկոյան 2-ից 4 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc-media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին, կհանդիպենք։